այսօր միսիոլոգիա առարկայի երրորդ դասին ենք անդրադառնալու, երրորդ դասի վերնագիրն է ուղերձը, մարդը և մշակույթը։ Հիշենք ինչ էր միսիոլոգիան, նախ առաջին դասերին խոսեցինք Տեր Հիսուսի հանձնարարության մասին, որ հանձնարարություն է տվել բոլոր իր աշակերտներին և յուրաքանչյուր քրիստոնյա պիտի իրեն տեսնի Քրիստոսի աշակերտ, որովհետև քրիստոնյա բառը ինքը հուշում է, որ Քրիստոսի հետևորդը պիտի Քրիստոսի հանձնարարությունները կատարող լինի, ընդունող և կատարող, և միսիոլոգիան առաքելություն բառի, միսիա բառի վրա կառուցված գիտություն է, գիտություն, որը ուսումնասիրում է քրիստոնեական առաքելության կամ միսիայի իրագործման խնդիրները։ Այն հանձնարարությունը, որ մենք ունենք, մինչև աշխարհի ծայրերը բարի լուրը տարածելու և աշակերտներ բարձրացնելու, սովորեցնելով նրանց, որ իրենք էլ պահեն Քրիստոսի ուսուցանածները, այս առաքելությունը իրագործելու համար մենք իրագործելու ճանապարհին յուրաքանչյուր Քրիստոսի աշակերտ բախվում է խնդիրների։ Միսիոլոգիան այս խնդիրների լուծումը ուսումնասիրող գիտությունն է, աստվածաբանական գիտություն։ Եվ քանի որ խնդիրները տարբեր են, օրինակ կան հոգեբանական խնդիրներ, լեզվաբանական խնդիրներ, պատմական, աստվածաբանական, մարդաբանական, փիլիսոփայական, սրանք ամեն մեկը տարբեր ոլորտներ են գիտությունների, որոնք իրենք էլ օգնում են Քրիստոսի աշակերտներին, այսինքն այս ոլորտներից, օրինակ աստվածաբանությունից կամ պատմությունից վերցնում են կամ հոգեբանությունից, կամ ինչ-որ մի մարդաբանության, անթրոպոլոգիայի որոշակի բաժին, ուսումնասիրելով, օրինակ տվյալ ազգին կամ ազգի մեջ կամ պետության մեջ տվյալ գավառի սովորույթները, մենք ավելի հարմարեցնում ենք մեր մեթոդները, որ ընկալելի լինի ավետարանը։ Այսինքն տարբեր գիտություններ իրենք ներգրավվում են միսիոլոգիայի մեջ և օգնում են միսիոլոգիային կամ օգնում են Քրիստոսի աշակերտներին տարբեր ռազմավարություններ մշակել տվյալ պատմական, մշակութային, լեզվաբանական և այլ համատեքստերում։ Մենք պիտի հիշենք, հիշում եք վերնագիրը, ուղերձը, մարդը և մշակույթը։ Մենք պիտի հիշենք, որ ուղերձը երբեք չի փոփոխվում։ Այն, ինչ պիտի հասցնենք մարդկանց, այն, ինչ պիտի խոսենք մարդկանց, երբեք չի փոփոխվում։ Եվ Տեր Հիսուսը քարոզում էր սրա մասին, Հովհաննես Մկրտիչը քարոզում էր սրա մասին, Քրիստոսի աշակերտները քարոզում էին սրա մասին, և հույս ունեմ, որ այսօր էլ Քրիստոսի աշակերտները նույնն են քարոզում՝ ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի Արքայությունը։ Ապաշխարեք։ Այսինքն Քրիստոս ճանապարհ է բացել փրկության համար, որը մարդու կյանք գալիս է ապաշխարությունով։ Այսինքն ուղերձը անփոփոխելի է։ Կարող ենք մենք այդ ուղերձի փաթեթավորումը փոխել, բայց իր էությունը փոխել, սա արդեն դառնում է հերձվածողություն, որովհետև եթե մենք մարդուն օրինակ ասում ենք արի եկեղեցի, բարի լուր ենք տալիս, էլի, արի եկեղեցի կսկսես ավելի լավ ապրել։ Մարդը կգա եկեղեցի, որովհետև ուզում է լավ ապրի։ Բայց մենք իրան փրկության և ապաշխարության մասին չխոսեցինք, մենք չխոսեցինք այն հիմնական բարի լուրը կայանում է նրանում, որ քո մեղքերը, որ քեզ դժոխք էին տանելու, քո մեղքերը ունեն ներվելու հնարավորություն, որովհետև Քրիստոս վճարել է քո մեղքերի համար։ Եվ դու, եթե նրան հավատաս, ոչ թե հավատաս, որ նա կա, այլ հավատաս, որ նրա ասածները ճշմարիտ են, ընդունես նրա ուսուցումները և ապաշխարես, ապաշխարել բառը նշանակում է մտածելակերպի փոփոխություն, եթե քո մոտ տեղի ունենա այս մտածելակերպի փոփոխությունը, եթե մինչև այդ ապրում էիր ոնց որ աշխարհի մարդիկ, հիմա ապրում ես աշխարհի մարդկանց հակառակ, որովհետև աշխարհում ապրող մարդիկ չեն հնազանդվում Քրիստոսի ուսուցումներին։ Հիմա այս որ լսեն աշխարհի մարդիկ, կասեն մենք հնազանդվում ենք
Այսինքն իրենց թվում է թե հնազանդվում են, բայց իրականում շատերի հետ որ ես զրուցում եմ, իրանք չգիտեն էլ ինչա գրած Աստվածաշնչում, որ իմանան հնազանդվում են թե ոչ։ Այդ մենք գիտենք, որ չեն հնազանդվում, որովհետև իրենք ամեն մեկը հնազանդվում են սեփական պատկերացումներին։ Ինչն է տարբերում բարի մարդուն, որ ապրում է աշխարհում, Քրիստոսի ճշմարիտ աշակերտից, ինչն է տարբերում։ Բարի մարդը, որ եթե նայես այն հիմնական մեղքերը չի էլ գործում, ապրում է այնպես, ոնց որ ինքն է ճիշտ գտնում։ Իսկ Քրիստոսի աշակերտը, ապաշխարած մարդը, ապաշխարել է դրանից, ասում է ես այլևս չեմ ապրելու իմ պատկերացումներով, այլ ես իմ պատկերացումները ստորադասում եմ Քրիստոսի պատկերացումներին եւ ես որոշում եմ ապաշխարել հին մտածելակերպից, ապաշխարել հին ընթացքից, հին մոտեցումներից, հին սկզբունքներից, հին արժեհամակարգից եւ ապրել Քրիստոսի ուսուցանած սկզբունքներով եւ արժեհամակարգով։ Ահա այստեղ տեղի ունենում նոր մարդու ծնունդը։ Եվ Աստված նայում է այդ մարդուն ու ասում է. «Էս առաջվա Աստղիկը չի, էս առաջվա Հակոբը չի, Գրիգորը չի, Սեմը չի, էս նոր մարդ է»։ Եվ այդ նոր մարդը արդեն իր աչքին մաքուր է, որովհետև այն հին մտածելակերպ ունեցողը ըստ Աստվածաշնչի մահացավ, հիմա նորն է ծնվել ու նորն է ապրում, որ Քրիստոսի արյունով սրբված է։ Սա ուղերձն է, սիրելիներ։ Ուղերձը ապաշխարության ուղերձն է, ուղերձը մեղքերի ներման ուղերձն է, նոր կյանքի հնարավորության ուղերձն է, Աստծու ընտանիքին միանալու, որդեգրվելու ուղերձն է, Աստծու հետ հաշտություն ունենալու ուղերձն է իր որդու ուսուցումներին հնազանդվելու միջոցով։ Եվ այս ուղերձը անփոփոխելի է, սա մենք իրավունք չունենք փոխենք, սա չի հնանում։ Մի Աստծու մարդ ասում էր, հացը շատ հին է, այսինքն հացը նոր չեն հայտնագործել։ Բավականին հազարամյակներ առաջ մարդկությունը հայտնագործել է հացը եւ հացը շատ հին է, բայց հացը չի հնանում։ Այսինքն իմաստը հասկանանք, իհարկե, եթե չուտես դնես օրերով կհնանա, բայց ինքը ասում է ոչ, մենք ամեն օր նոր ու թարմ հաց ունենք։ Բաներ կա, որ չպիտի մենք փոփոխենք։ Եվ իսկ ինչ կա, ինչը պիտի փոփոխենք, որովհետև ուղերձը եթե անփոփոխելի է, մարդը փոփոխվում է։ Այն ավետարանչությունը, որը արդյունավետ էր 30 տարի առաջ, այսօր արդյունավետ չի։ Ինչու՞։ Որովհետև թե մարդը, թե մշակույթը փոփոխվում են։ Եվ եկեղեցին պիտի կարողանա գտնել, այսինքն միսիոլոգիան օգնում է մեզ, որ մենք գտնենք արդյունավետ ուղիները այսօրվա մարդկության եւ այսօրվա մշակույթի, այն մշակույթի, չգիտեմ, մենք հայկական մշակույթի մեջ ենք, մեր մշակույթն էլ նայեք 5 տարի առաջ եւ այսօր շատ արագացել է, եթե առաջ կարող է 50 տարին մեկ մշակույթ փոխվեր, այն էլ շատ աննշան կերպով, ասենք մի 500 տարի առաջ, մի 50 տարի առաջ, երևի ամեն 10 տարին, 15 տարին կամ 20 տարին մեկ էր մշակույթ փոխվում, հիմա ամեն 3-4 տարին մեկ, եթե հետ ենք նայում, տեսել եք ձեր հին նկարները, ես ինչ կերպ ենք հագնվել, ես ինչ կերպ ենք սանրվել, արդեն դու քեզ նայում ես, քեզ խորթ է թվում այն մշակույթը, որի մեջ դու ապրել ես ընդամենը 6-7 տարի առաջ, քեզ խորթ է թվում այդ մշակույթը, որովհետև ամեն ինչ արագացել է, եւ մենք բնականաբար մոտենում ենք վերջին, բայց գանք միսիոլոգիային։ Ուղերձ, նայեք, շատ կարևոր է սա հասկանանք, սա մի քիչ գիտական բան եմ ասում, բայց շատ պարզ բան է։ Եթե մենք ուզում ենք ուղերձը փոխանցել դիմացինին, հիմա ես ինչ-որ բան եմ, չէ՞ խոսում, իմ մտքում ես, ասենք, Տիրոջից ստացա սա, ինքը բառերի միջոցով փոխանցում եմ քեզ եւ հույս ունեմ, որ դու լսելով, գիտական իմաստով սա կոչվում է կոդավորում,
Սա կոչվում է, քո լսելը կոչվում է ապակոդավորում։ Ես իմ պատկերացումը կոդավորում եմ բառերի տեսքով, դու քո ականջով ապակոդավորում ես։ Այս թվային տեխնոլոգիաներին ծանոթները կիմանան ինչ է, ասենք թվային ինֆորմացիան ուղարկում ես, հեռախոսով ուղարկում ես մի հատ նկար, ինքը հո նկարը չի գնում, ինքը 0-ներ ու 1-եր է գնում։ Նկարը կոդավորվում է 0-ներով 1-երով, մեծ արագությամբ հասնում է այնտեղ սարքը դա ապակոդավորում է, դարձնում է նկար։ Այսինքն հիմա նայեք, նկարը ինչն է, նկարը միտքն է, որ ես ունեմ, իմ բառերի միջոցով, ձայնիս միջոցով, սա կոդավորում եմ, քո ականջը վերցնում է, սա ապակոդավորում է եւ քո մտքում դու պատկերացնում ես այն, ինչը ես ի նկատի ունեի։ Ուղերձը, քրիստոնեական ուղերձը, մենք պիտի ուշադիր լինենք, շատերը այստեղ սխալվում են, որովհետև իրանք մտածում են ասեցին, իրանց պարտականությունը ասելն է, ասեցինք, կընդունի, չի ընդունի, կհասկանա, չի հասկանա, սա մեզ չի վերաբերվում, կարևորը ես ասեցի, իմ խիղճը հանգիստ է, շատ եսակենտրոն մոտեցում, կգնաս Աստծո առաջ կկանգնես, Աստված կասի, բայց ես քեզ չէի ասել միայն ասա, ես ասել էի ասա այնպես, որ ընկալելի լինի։ Եվ մենք փորձենք Աստվածաշնչից տեսնել, օրինակ, Գործք առաքելոց 17-րդ գլխում շատ ուսանելի օրինակ է Պողոս առաքյալի քարոզությունը Աթենքում 16-րդ գլխից գրված է մինչ ներողություն 17-րդ գլուխ 16-րդ խոսք մինչ Պողոսը Աթենքում էր Աթենքում նրանց էր սպասում նրա հոգին խռովվում էր քաղաքը կուռքերով լի տեսնելով Պատկերացնում եք Պողոսը Աթենքում էր եւ իր հոգին ցավում էր չգիտեմ ձեր հոգին ցավում է տակնու վրա լինում է մարդկանց որ մարդիկ Քրիստոսին չճանաչելով չեն ապրում եւ դու գիտես որ իրան կործանում են գնում այսպիսի այս կուռքերով լցված քաղաք էր ճիշտ է մեր քաղաքում այդպես կուռքերի արձաններ չկան կռատներ չկան բայց ոչ պակաս մեղքի կենտրոններ կան մարդիկ փողն են դարձրել իրանց կուռքը չգիտեմ գեղեցիկ տեսք ունենալն են դարձրել իրանց կուռքը հայտնի լինելն են դարձրել իրանց կուռքը տարբեր խաղամոլության ու անառակության ու էլ ինչ կռատներ ասես որ կան հիմա Աթենքում խռովվում էր Պողոս առաքյալի հոգին եւ ինքը գնում էր ժողովարան գրած է գնաց ժողովարանում դիմում էր հրեաներին բարեպաշտ մարդկանց իսկ հրապարակում ամեն օր իրեն հանդիպողներին ինքը դուրս էր գալիս փողոց եւ խոսում էր թե ժողովարանում էր խոսում թե հրապարակում էր խոսում եւ երբ որ տեղի այսպես գիտակ գրած է էպիկուրյան եւ ստոիկյան փիլիսոփաները վիճաբանում էին նրա հետ ասում էին այս դատարկախոսն ինչ է ուզում ասել որովհետև Հիսուսին եւ հարություն էր քարոզում, նայեք ինչ էր քարոզում, Հիսուսին էր քարոզում, փրկչին էր քարոզում եւ հարություն էր քարոզում, որ Քրիստոս հարություն է առել, կենթանի է, իրական է։ Գիտեք Պողոսը իրան իրական հանդիպել էր եւ խոսում էր սրա մասին եւ նաեւ ասում էր, որ դուք էլ կարող եք հանդիպել իր հետ։ Բայց ուզում եմ սա տեսնեք, որովհետեւ 22-րդ խոսքում տեսեք ոնց է իր քարոզը սկսում Արիսպագոսի մեջտեղում ասում է ով աթենացիներ տեսնում եմ որ դուք ամեն առումով պաշտամունքասեր եք որովհետև շրջելիս ձեր պաշտամունքի առարկաները դիտելիս գտա մի զոհասեղան որի վրա գրված էր անծանոթ Աստծուն արդ ում դուք առանց ճանաչելու պաշտում եք ես նրա մասին եմ ձեզ քարոզում տեսեք ինչ էր արել ուսումնասիրել էր մշակույթը, հետագայում քարոզը ամբողջությամբ չկարդամ, այնտեղ մեջբերում անում հույն բանաստեղծներից, այսինքն այնպես է ուղերձը փոխանցում, այնպես է կոդավորում, որ այս մարդիկ կարողանան ապակոդավորել ու հասկանալ։ Ուսումնասիրեց մշակույթը, ուսումնասիրեց մարդկանց, զրուցեց, տեսավ, ուսումնասիրեց իրենց գրականությունը, տեսավ իրանց կուռքերին, տեսավ մի հատ էլ արձան են կանգնացրել, մի հատ զոհասեղան են դրել անծանոթ Աստծուն, հո այդ արարիչ Աստծուն չէին դրել, բայց
ինքը սա լավ առիթ էր, որ խոսքը սկսում ասում է, նայեք ինչքան հոգևոր պաշտամունք սիրող մարդիկ եք դուք։ Չի մնում ու ասում, լսի, այս աշկի ուլունքը քեզ անեծկաբերում, այս փուշը քո տունը չարիք կբերի, այս կանի հանի գցի, այդ մարդն էլ վախեցած հանում գցում է, բայց Հիսուսի մասին չխոսացիր։ Հա ասենք հանեց գցեց, հետո ուղերձը չփոխանցեցիր։ Եվ Պողոս առաքյալի օրինակը այստեղ վերջում գրած է այնպես չի, որ բոլորը ընդունեցին։ Ամենավերջում գրած է, որ այնուամենայնիվ 34-րդ խոսքը, այնուամենայնիվ ոմանք նրան միանալով հավատացին։ Դրանցից էին Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ նրանց հետ ուրիշները եւս։ Ինչ եղավ, քանի որ ուղերձը ճիշտ էր փոխանցված, շատերը մերժեցին, շատերը ծաղրեցին, բայց աշակերտներ եկան։ Եվ սա է քրիստոնեության տարածման կերպը։ Եվ հետո այս աշակերտները ամեն մեկը, պատկերացրեք, որ ինքը դուրս է գալիս արդեն ավետարանչության, ինչա տեղի ունենում, էլի 3-4 հոգի, ասենք թե։ Հետո աշակերտներին զորացնում ենք, արդեն բոլորով ենք դուրս գալիս, սա կոչվում է բազմապատկում, եւ այսպես եղավ, որ մի քանի 100 տարում ամբողջ հռոմեական կայսրությունը, այն ժամանակվա հռոմեական կայսրությունը քրիստոնեական դարձավ, որովհետև բազմապատկում տեղի ունեցավ, բայց դա, սիրելիներ, Պողոսի աշակերտների եւ իր աշակերտների բարձրացրած աշակերտների նվիրյալ խելամիտ ճիշտ ուղերձ փոխանցելու շնորհիվ, փրկության ուղերձը, բարի լուրը փոխանցելու շնորհիվ եղավ։ Ես ուզում եմ սա տեսնենք, եւ այդ բազմապատկումն էլ 2 Տիմոթեոս 2-ում է գրած, որ Պողոսը Տիմոթեոսին ասում է գտիր մարդիկ, որոնք վստահելի են եւ կարող են այն ինչ որ դու ինձանից լսեցիր, իրանց փոխանցիր, որպեսզի իրանք էլ փոխանցեն վստահելի մարդկանց։ Եվ այս ցիկլը շարունակվի, այս աշակերտությունը շարունակվի եւ իրանք էլ իրանց հերթին աշակերտներ բարձրացնեն։ Այսինքն, եթե անգամ քո ավետարանչության ընթացքում այս տարին մեկ աշակերտ բարձրացնելու տարի ենք, չէ՞, հայտարարել, եթե անգամ քո աշակերտ բարձրացնելու ընթացքում դու կարողանաս ընդամենը տարվա մեջ 1 հոգի բարձրացնես, դու պատկերացրա, եթե կարաք հաշվեք 10 տարում քանի հոգի քո միջոցով ոչ թե ապաշխարած կլինի, ոչ թե դու սերմ ցանես, այլ քանի հոգի աշակերտ դարձած կլինի 10 տարում։ Եթե ամեն մեկն էլ իր հերթին 1 հոգի բարձրացնի։ Իսկ եթե հանկարծ 2 բարձրացնեք, շատ բարձր թիվ կլինի։ Ուզում եմ խոսել Սուրբ Հոգու դերի մասին այս ամենի մեջ, որովհետև գիտեք, իրավիճակներ կան, երբ որ մենք գերբնական գիտելիքի կարիք ունենք։ Երբ որ հանդիպում ես մարդու, զրուցում ես, զգում ես, որ ինքը խոսքի կարիք ունի, դու այսպես չես կարող իմանաս իր կյանքը։ Գիտեք, մենք մեր անձնական վկայությունը ունենք, եւ Տեր Հիսուսը սովորեցնում էր մեզ, որ մենք իր վկաները պիտի լինենք, այսինքն մենք մեր կյանքի փոփոխությամբ Պողոս առաքյալը շատ անգամ հիշում եք, որ իրան դատում էին Ագրիպաս թագավորը եկավ եւ Ագրիպասի առաջ ինքը վկայություն տվեց, ինքը ասեց քիչ ամնում ես էլ դառնամ քո նման քրիստոնյա, այսինքն ինքան համոզիչ ես խոսում, որտեվ իր վկայությունն էր տալիս, ասում էր թե ինչպես ով ա եղել ինքը, ասում էր ինչպես է դարձի եկել, ասում էր որ Տերն է հանդիպել, այսպիսի հանձնարարություն է տվել։ Մի խոսքով շատ մեծ զորություն կա անձնական վկայության մեջ, բայց օրինակ ես ունեմ տարբեր անձնական վկայություններ։ Եվ երբ որ ես մարդու հետ խոսում եմ, ես ուզում եմ, որ Տիրոջից խոսք ստանամ, իսկ որ տարբերակը հիմա խոսեմ։ Խոսեմ նրա մասին, որ իմ կյանքում դատարկություններ Տերը եկավ լցրեց այդ դատարկությունը, թե խոսեմ նրա մասին, որ ես աղոթել եմ եւ գերբնական բժշկություն ա եղել իմ ընտանիքում։
որի մասին խոսեմ, որի կարիքը ինքը ունի։ Եվ այստեղ Սուրբ Հոգին հուշում է։ Հակոբոս 1:5-ում գրած է, ով իմաստության կարիք ունի, թող խնդրի եւ Տերը կտա նրան։ Խնդրեք, հիմա չգիտեմ ես որը խոսամ, չգիտեմ ինչից խոսամ, չգիտեմ ինչ ուսումնասիրեմ, երբ որ պատրաստվում եմ ինչ-որ մեկի հետ հանդիպման կամ գնում եմ ինչ-որ երկիր։ Ես հաճախ, երբ որ գնում եմ այդպես շրջագայությունների եւ դասեր եմ տալիս, ես աղոթում եմ, ասում եմ, Տեր, այդ ժողովուրդը ինչի կարիք ունի։ Ինձ դուր իմաստություն։ Դու ինչ ես ուզում, ես այսքան ժամանակ ծախսելու եմ, տարածություն եմ անցնելու, չգիտեմ, գնալու եմ այնտեղ, որ այսքան ժամ դաս տամ, բայց քո ժողովուրդը դու ինչ ես ուզում, որ խոսեմ։ Եվ Սուրբ Հոգին խոսում է։ Նույնը ավետարանչության ժամանակ, ոչ միայն ուսուցչության։ Առաջին Պետրոս 3-րդ գլուխ 14-15 խոսքերը։ Ասում է, եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք, սակայն նրանց ահից մի վախեցեք եւ մի խռովվեք, այլ Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք։ Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք, նշանակում է այնպիսի կյանք ապրեք, որ Քրիստոսի հոգին չտրտմի ձեր ապրած կյանքից։ Այսինքն Սուրբ Հոգուն, եթե դու անդադ տրտմեցնում ես, հետո էլ ասում ես, բայց հիմա կարիք ունեմ, էլի, այդպես է, չէ՞, մարդիկ Աստծուն երբ են հիշում։ Երբ որ նեղության մեջ են, բոլորն էլ ամենածանր նեղության մեջ, ամենաաթեիստները աղոթում են, ասենք, չգիտեմ, երեխան է, թոռն է, հիվանդ է կամ իրենք են հիվանդ, ասում են, դե ամբողջ կյանքս քեզ մերժել եմ, բայց եթե հիմա դու բժշկություն անես, կտեսնեմ ու կհավատամ։ Նեղության մեջ բոլորն են Աստծուն դիմում։ Այդպես հավատացյալները չպիտի լինեն, որ ինչ կյանք ուզեն ապրեն, հետո ես հիմա դուրս եմ գալիս ավետարանչության, խոսիր ինձ հետ։ Այդպես չի լինում, որ ապաշխարես կխոսի, բայց ապաշխարելը միայն ներողություն խնդրելը չի, ապաշխարելը մոտեցման փոփոխություն։ Այլ Տիրոջը Քրիստոսին ձեր սրտերում սուրբ պահեք եւ միշտ պատրաստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Գալու են քեզ հարցնելու են, քո մեջ մի բան ենք տեսնում, դու բոլորի նման չես, եւ դու պիտի պատրաստ լինես։ Ղուկաս 12-րդ գլխում Տեր Հիսուսը Ղուկաս 12-րդ գլուխ 11 եւ 12 խոսքեր։ Երբ ձեզ տանեն ժողովարաններ, իշխանավորների ու կառավարիչների առաջ, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք պատասխանելու կամ ինչ եք ասելու, որովհետև Սուրբ Հոգին նույն պահին ձեզ կսովորեցնի, թե ինչ պետք է խոսել։ Հրաշք չի սա։ Սա հրաշք է, սիրելիներ։ Սուրբ Հոգին, եթե մենք միայն իր հետ պահենք այդ հարաբերությունը, որտեղ մենք ամեն բան չենք կարող իմանանք, բայց եթե Սուրբ Հոգու հետ մենք պահենք ճիշտ հարաբերություն, ոչ թե իրան տրտմեցնենք, այլ իր սիրտը ուրախացնենք մեր հնազանդությամբ, ինքը մեզ խոսելու է եւ մեզ օգնելու է։ Իհարկե, Սուրբ Հոգով լցված լինելը չի նշանակում տիրապետել աշխարհի ողջ գիտելիքին եւ լինել անսխալական։ Այդպիսի մոլորություն կա ավանդական եկեղեցիներից մեկում, եթե չեմ սխալվում, այո, կաթոլիկ եկեղեցին Հռոմի պապին համարում է անսխալական։ Ոչ թե որ ինքը մարդ չի Աստված, չէ, այլ ասում է ինքը լցված է Սուրբ Հոգով եւ ինքը չի կարող սխալվել։ Որովհետև Սուրբ Հոգով լցված մարդը չի կարող սխալվել։ Ուզում եմ ձեզ ասել, որ Սուրբ Հոգով լցված մարդը կարող է սխալվել եւ կարդալ Աստվածաշնչից։ Օրինակ, երբ որ Գործք առաքելոց 11-րդ գլխի 2-րդ խոսքում գրված է, երբ որ Պետրոսը Կորնելիոսի տանը այդ ամբողջ հրաշք, մկրտությունը, ապաշխարությունը, որ եղավ, հոգով մկրտվելը, հետո ապաշխարությունը, հետո ջրով մկրտվելը եւ գնաց բոլոր եղբայրները, ավակ եղբայրները, եկեղեցու առաջնորդները իրան դեմ էին խոսում։ Հետո բացատրությունից հետո հասկացան։
Այսինքն թեկուզ լցված էին Սուրբ Հոգով, բայց Սուրբ Հոգով լցված չի նշանակում Սուրբ Հոգին մեր միտքը արդեն կառավարում է, մենք ունենք աստվածային միտք, դա չի, մեր միտքը սխալական է։ Կամ հենց Պետրոսը Գաղատացիս 2-րդ գլխի 11-ից 14 հատվածում Պողոսը հանդիմանում է Պետրոսին կեղծավորության մեջ։ Ասում է ուրիշ կերպ էր քեզ պահում, քանի Երուսաղեմից մարդիկ չկային, հետո Երուսաղեմից մարդիկ եկան, դու արդեն հեթանոսությունից դարձած եղբայրներից հետ ես քաշվում։ Սա կեղծավորություն է։ Եվ հասկանում ենք, որ Պետրոսը, որ եկեղեցու առաջնորդներից էր, եւ եթե ոչ այն առաջնորդը, որին Տերը ասեց, քո վրա եմ կառուցելու իմ եկեղեցին։ Այսինքն դու ես այդ վեմը, դու ես այդ ժայռը, որի վրա ես կառուցելու եմ իմ եկեղեցին։ Ահա ինքը, որ հոգով լցված մարդ էր, կարող սխալվեր, եւ մենք բոլորս էլ կարող ենք սխալվել։ Եվ Սուրբ Հոգով լցվել շատ կարևոր է, իր հետ ճիշտ հարաբերությունը պահել, իրենից իմաստություն ընդունել, իրենից խորհուրդ ընդունել, բայց դա չի նշանակում, որ դու դառնում ես անսխալական։ Քո ասածը միշտ ճիշտ է։ Այդպիսի մարդը իրեն դրել է Աստծու տեղ։ Եվ միայն Աստված է անսխալական եւ միայն Աստծու ասածն է, որ միշտ ճիշտ է։ Ուրեմն ամփոփելով ասեմ, որ Սուրբ Հոգու հետ մեր ընթացքը ավելի շատ նման է նրան, որ ինչպես է մարդը հոգեորապես աճում, ինքը ջանք անում, Աստված շնորհք է տալիս։ Հնարավոր է շնորհքը քեզ օգնի, եթե դու ջանք չես անում։ Հնարավոր չի։ Հնարավոր է առանց շնորհքի ջանքով հասնես ինչ-որ բանի, ոչ, դա էլ հնարավոր չէ, այսինքն այստեղ համագործակցություն է եւ նույնը Տիրոջից իմաստություն ստանալը դու պիտի ուսումնասիրես, դու պիտի ժամանակ տրամադրես, փնտրես, աղոթես եւ ինքը խոսի։ Համադրություն է դառնում։ Շատ կարևոր է, սա էլ էս բաժինն էլ ասեմ ու կանգնենք արդեն աղոթքի ավարտենք, շատ կարևոր է ուսումնասիրել կարիքը։ Երբ որ դու գնում ես ինչ-որ տեղ, մարդիկ բոլորը կարիք ունեն։ Միտեղ այդ կարիքը նյութական է, այն մյուս տեղ մշակութային է, այն մյուս տեղում հոգեբանական է, այն մյուս տեղում, չգիտեմ, կրթական է, օրինակ ես որ գնացի Սեուլում, Հարավային Կորեա, գնացի միսիոներության թանգարան, շատ հրաշալի մի թանգարան, իմ կյանքում մեծագույն, այսպես հոգևոր բավականություն եմ ստացել այդ թանգարանում, իմ կյանքում ամենատպավորիչ թանգարաններից մեկը, այդ երկիրը բուդդիզմի խավարից դարձել էր քրիստոնեության լույսին, եւ բոլորս գիտենք Հարավային Կորեան քրիստոնեություն բողոքական քրիստոնեություն ընդունելուց հետո մեծ տնտեսական աճ ապրել եւ այսօր աշխարհով մեկ, եթե չեմ սխալվում, երկրորդ ամենաշատ միսիոներներ ուղարկող երկիրն է, որովհետեւ ժամանակին իրենք են միսիոներներ ընդունել։ Եվ երբ որ այս միսիոներության թանգարանում այդ ուղեկցողը մեզ բացատրում էր, որն է հաջողությունը եղել կորեական այդ հրաշքի, քրիստոնեության տարածման եւ արթնության, ասում էր, որ միսիոներները երբ որ եկել են, ուսումնասիրել են կարիքը երկրի։ Ոչ թե եկել են, ասել են, փողոցները դուրս են եկել, ասել են ապաշխարեք, հեսա դժոխք կգնաք ձեր բուդդիզմով, եթե չապաշխարեք, մենք քրիստոնյաներս կփրկվենք, դուք դժոխքի կրակների մեջ կտանջվեք, չէ։ Եկել են նայել են, այս ժողովուրդը ինչի կարիք ունի, աղքատ ժողովուրդ է եղել։ Հիշում եք, այսպիսի արտահայտություն կա, թող բոլոր կորեացիները ինձ ներեն, բայց այսպես էինք ասում, երբ որ մեկը շատ աղքատ էր, ասում ենք, դու Կորեայի որբ չես, այս ինչ ձև ես հագնվում, այս ինչ ձև ես, չգիտեմ, այդ արտահայտությունը կար, մեր սերունդը լսել է այդ արտահայտությունը, այսինքն Կորեան ինքը շատ աղքատ երկիր է եղել։ Եվ մեծ արթնություն է եկել քրիստոնեական, որը կարգ ու կանոն է բերել երկրի մեջ եւ տնտեսությանը մեծ աճ է տվել եւ դարձրել է համաշխարհային top ամենաբարձր տնտեսություններից մեկը։ Հիմա ինչ արեցին միսիոներները։ Միսիոներները եկել են եւ տեսել են այս ժողովուրդը
կրթության կարիք ունի եւ առողջապահության։ Եվ առաջին բանը, որ արել են, դպրոցներ են հիմնել եւ հիվանդանոցներ։ Եվ հարգանք են ձեռք բերել այդ բնակչության մեջ։ Իսկ հետո արդեն այդ ապաշխարած, չգիտեմ, 10, 20, 30 հոգուց, որ շատ քիչ են եղել ապաշխարողները, բայց այդ քիչ մարդկանցից ոնց որ տեսանք Աթենքում, շատերը մերժեցին, բայց մի քանի հոգի հավատացին եւ դարձան աշակերտ։ Այդ մի քանի հոգուց աշակերտներ են բարձրացել եւ արդեն կորեացիների միջոցով, ոչ թե միսիոներների միջոցով, այլ հենց կորեացիների միջոցով է եկել արթնությունը։ Տեսնում ենք, որ այն ինչ որ գործ կառաքելոցում կար, կատարվել է Հարավային Կորեայում եւ իհարկե շատ կուզեմ, որ այսօր միսիոներները օրինակ վերցնեն այդ միսիոներներից, որովհետև շատ միսիոներներ, բոլորը չեմ ասի, բայց շատ միսիոներներ գալիս են որևէ երկիր իրենց պատկերացումներով։ Եվ հիմնականում հիմնում են եկեղեցիներ, երբ որ կայցելեք միսիոներական եկեղեցի, շատ ծանոթ մարդիկ կգտնեք ուրիշ եկեղեցիներից։ Այսինքն ուսումնասիրություն չկա տվյալ երկրի կարիքը որն է։ Գալիս են, որովհետև իրանց ուղարկում են այստեղ, իրանք էլ լավ հաշվետվություններ են տալիս։ Ես գիտեմ լավ միսիոներներ, չմտածեք ես դեմ եմ միսիոներներին։ Մենք հենց միսիոներների Հայաստանում գործող միսիոներների շնորհիվ լավ աստվածաբանական կրթություն ենք ստացել, որովհետև այդ մարդիկ նայեցին որն է կարիքը եւ համալսարանական դասեր կազմակերպեցին, մեծ միջոցներ ներդրեցին դասագրքերը թարգմանելու, համալսարան հիմնելու վրա։ Ես միսիոներությանը դեմ չեմ եւ անգամ քրիստոնեական երկրում միսիոներները մեծ օգուտ կարան տան, եթե ուսումնասիրեն կարիքը, որ ժողովուրդը, ոնց որ ես հիմա շնորհակալ եմ այն միսիոներներից, որոնք օգնել են, ես անձամբ սովորել եմ թե աստվածաբանական բակալավրիատը, թե մագիստրատուրան այդ համալսարանում, ես անձամբ շնորհակալ եմ, որովհետև մեծ ներդրում են արել, թե իմ կյանքում եւ թե իմ միջոցով, հիմա այդ կրթությունից հետո ես ծառայում եմ շատ մարդկանց կյանքերում, բայց միսիոներության սխալը լինում է նա, երբ որ չեն ուսումնասիրում կարիքը, չեն ուսումնասիրում համատեքստը, գալիս են իրենց ծրագրերով եւ ավելի շատ վնասում են տեղական եկեղեցուն, քան օգուտ տալիս։ Սա էլ կա, նա էլ կա։ Ուրեմն ուղերձը չի փոխվում, մարդը փոխվում է, մշակույթը փոխվում է։ Եվ մենք գիտենք, որ Աստված իր ծառաների միջոցով շարունակելու է մեծ հանձնարարականի կատարումը։ Ես ոչ թե համոզում եմ ձեզ, որ դուք միանաք, ինչ որտեղ նաև համոզում եմ, այս դասերի իմաստը դա է, բայց այսպես թե այնպես, հիշում եք Տեր Հիսուսի ինչ ասեց, Աստված կարա քարերից էլ որդիներ բարձրացնի։ Բայց հնարավորություն կա, որ մեզանից ամեն մեկը բռնկվի այս կրակով, ասի, իսկ ինչու ոչ ես։ Իսկ ես նույնպես հավատում եմ Քրիստոսին։ Ես էլ եմ ուզում մասնակից լինել այս մեծ գործին։ Եվ աղոթենք նախորդ դասին ասեցի, մասնակից լինել անպայման չի նշանակում, որ դու պիտի հիմա թողես գնաս ուրիշ երկիր։ Գուցեև դա, եթե Տերը ասի, բայց կարաս աջակցես, կարաս աղոթես, կարաս նպաստես։ Հիմա ես նպաստում եմ դրան այս ուսուցումներով, բայց ուզում եմ, որ այս կրակը բռնկվի մեր մեջ, որ մենք ընդունենք մեծ հանձնարարականը եւ մենք հիշենք ուղերձը, մարդուն ու մշակույթը եւ այնպես փոխանցենք, որ այսօրվա լսողներին ցանկացած միջավայրում հասկանալի լինի այն, ինչ որ Աստված մեզ ասել է, որ փոխանցենք։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք Տեր։ Խոսիր մեր սրտերին իմ Աստված։ Մենք ուզում ենք քո հավատարիմ աշակերտները լինել եւ ուզում ենք, որ քո հոգով առաջնորդված, քո հոգու պտուղներով զարդարված եւ պարգևներով զինված կատարենք քո գործը։
խոսիր մեր սրտերին, Տեր, եւ ամեն մեկից ցույց տուր մեր տեղը, մեր կանչվածությունը, մեր անելիքը եւ իրապես ինչպես Պողոս առաքյալի սիրտն էր խռովվում աթենքում, իր հոգին տակնու վրա էր լինում, այնպես թող այդ հոգսը գա մեր վրա եւ կորսվող աշխարհի հանդեպ հոգս ունենանք եւ չհարմարվենք մեր տաքուկ եկեղեցիներում, Տեր, այլ դուրս գանք քո զավակների մոտ, որ դեռ չեն ապաշխարել, որոնց դու կանչել ես, եւ տուր մեզ իմաստություն, որ քո ուղերձը հասցնենք բոլոր մարդկանց, որ փնտրում են քեզ, որ քո կարիքն ունեն, այն մարդկանց, որ դու ասեցիր հիվանդները բժշկի կարիք ունեն, այն մարդկանց, որ սպասում են քո բժշկությանը, քո այն հաշտությանը, որ կբերես Աստծու հետ հարաբերությունների մեջ, որ իրենց մեղքերից են հոգնել, իրենց ապրելակերպից են հոգնել, այն մարդիկ, ում չարը տանում է դեպի կործանում, տուր, որ քո զավակները քո լույսը հասցնեն իրենց, քո իմաստության ու քո առաջնորդության կարիք ունենք, Տեր, օգնիր եւ առաջնորդիր մեզ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն։